եղբայրը արդեն Խնդրեմ չպատտվեն։ ողջերի աշխարհում չի, բայց նրա ստեղծած հարգանքը ու սերը զգամ ձեր մոտ րոպե։ Չեք իմացեք, որ կատարվելու է ու ձեզ շատ սիրում են բոլորը։ Կինը պահում է։ Ծանուն եմ ասում, որը ձեզ պետք է շատ բան ասի քույրիկի հանդեպ։ Եվ ձեր եղբոր կողմից հենց այդ հարգանքն ու սերն է, որ մեզ հիմա հասցրել է Ադանա ռեստորանային համալիր։ Եկել ենք շնորհավորենք մեր Տիկին Ծովինարի ծննդյան օրը։ Ձեր լավ օրվա համար ու լավ կյանքի համար։ Իր եղբոր շնորհավոր ընտանիքի կողմից։ Բարձրայի բրավո ելասիկ շնորհակալություն։ Բրավո։ Այսօր եղբայրը նորից կապրի, նորից ներկա կգտնվի։ Ունենք մեր մեծերի նկարները իր ընտանիքի հետ միասին։ Լսվում ես հպարտությամբ ու հոգու համար։ Նրանց նայելով ամեն ինչ պատրաստ է, հասկանում ես քո հայոց գենի արժեքը, Ռաֆին է։ Ինչքան գեղեցիկ է հայոց աշխարհն ու բնաշխարհը։ Գառնանը այն տարբեր գույներ է ստանում եւ տեղ-տեղ երևի թե մարդու մատախառն է եւ ավելի գունեղ է, ավելի պայծառ։ Հիմա մենք գտնվում ենք Իրանաշենի ոլորաններում եւ պատահաբար նկատեցի այս գեղեցիկ տեսարանը։ Ֆիքսում ենք տեսարանը ու շարժվենք առաջ գնալու ենք գեղեցիկ անակնկալ անելու։ Մնացած մանրամասները օրվա մեջ կասեմ ընկերներ։ Պայմանները լրիվ կասեմ ինչ է կատարվում, ինչ սիրո համար ենք մենք գնում հասնենք Երևան։ Նկարի բարեկամս, ինչքան գեղեցկություն տեսնում ես, նկարիր թող մեր բարեկամները տեսնեն, ովքեր կարոտել են հայոց աշխարհն ու բնաշխարհը, թող տեսնեն կարոտները առնեն, ինչքան կարոտ ու թախից կա այս հողակտորի վրա, ինչքան գեղեցկություն կա եւ ամրություն, ինչքան կարծրություն ես դու նկատում, միևնույն ժամանակ նրբություն էլ կա, ամեն ինչից էլ ունի բավականաչափ, ամենակարևորը հզոր ու կանգուն է։ Գնանք Վարդան, գնանք բարեկամս, գնա, էլի ավտոյից ուսես գնա, տնենց գնա, որտե ուզում ես գնա, գնա։ Սիրո մեծագույն դրսևորում է հետևյալ արարքը, երբ որ եղբայրը արդեն ողջերի աշխարհում չի, բայց նրա ստեղծած հարգանքը ու սերը կինը պահում է քույրիկի հանդեպ։ Կինն է պահում իր ամուսնու քույրիկի հանդեպ այդ հարգանքը եւ հենց այդ հարգանքն ու սերն է, որ մեզ հիմա հասցրել է Ադանա ռեստորանային համալիր։ Եկել ենք շնորհավորենք մեր Տիկին Ծովինարի ծննդյան օրը իր եղբոր ընտանիքի կողմից։ Այսօր եղբայրը նորից կապրի, նորից ներկա կգտնվի իր ընտանիքի հետ միասին։ Չէ՞ որ մարդու մասին ինչքան հիշում են, մարդու կողմից ինչքան որ իր անունով ինչ անեն, այդ մարդը շարունակում է ապրել։ Շարունակում է ապրել եւ հաղորդել իր էներգետիկան իր շրջապատի մարդկանց։ Հաշված վայրկյաններ հետո մենք կհասնենք Ադանա, Ադանա, գնանք ու անակնկալն անենք։ Նանա, հուզիչ է լինելու վստահ եմ, որովհետեւ այստեղ ուղղակի անակնկալ չի, սա հարգանքի դրսևորման բարձրագույն արվեստի մի ձև է։ Իսկ մենք դրա ներկայացուցիչները, մենք սիրում ենք բարձրագույն բաներ անել հայ աշխարհի համար, հայ մարդու համար, հայ մարդու հոգու համար։ Էկրաններին բոլորիս կողմից սիրված, հարգված եւ ընդունված բետոնկան է, իսկ քիչ աջ արդեն մեր գեղեցիկ առիթը անցկացնելու վայրը Ադանա ռեստորանը, որը բոլորիդ է հայտնի, ով գոնե կյանքում 5 անգամ անցել է այստեղով, լավ գիտի Ադանան։ Իսկ ով չի մտել Ադանա, հենց հիմա մեզ հետ անպայման կլինի Ադանայում։ Չենք հետև նայետ անկյունը կա։ Պարկովկան կանգնը։ Լավ է, հես այն Ադանայի կողմն էլ կկայնեմ պրյամո։ Ես կոպիտ ասած թեթևակի դայաղ էի եղել, այս լավ իմաստով։ Անես լավ ձյաձ էր, որ իրա ցավը տան եմ ախպերը։ Ծանուշ ախպեր, հա, երևում է, որ կյանքի տղա էր լրիվ, ասած որը որից հետո մենք էլ ընդունում ենք ու ենթարկվում ենք բոլոր կանոններին, որովհետև մենք կանոնապահ քաղաքացիներ ենք եղել ու կլինենք միշտ։ Մեր օրինակով մարդիկ առաջ կշարժվեն, որովհետև համեստության եւ խելացիության մեջ է առաջ գնալու գաղտնիքները թաքնված, փախկված։ Այո, փախկվել են, հանեք դրանց, քանի շուտ է։ Վարդան հետանք, հա? Դավայ դե։ Տեսակ իմ գովեստի խոսքերը ենթագիտակցական մակարդակում մեր մեծ աղբերը լսավ,
ու ասում է եկեք, ասում է եկեք, ես էլ գնում եմ, էլի։ Օ, հզոր է, հզոր։ Աստղը վրես է, էլի։ Ես աստղ եմ, հա։ Դիմացն ախպերս։ Այն դիմացն է իմ տեղը։ Որ դիմացը, Վարդան։ Է որ ասում է չկանգնել։ Հեն է ախպեր։ Մեր տեղը մենք լավ գիտենք։ Մեր տեղը միշտ գիտենք եւ համով հոտով ենք անում մեր իմացած բաները։ Հրաշք ընկերներ, մենք էլ այդքան երկար տեղ ծաղիկը չենք վերցնի գանք աշկ կպնի։ Հերիքա Վարդան նկարես։ Ինչ է սաղորը։ Բարեկամներ, ամեն ինչ պատրաստ է մեր տիկին Ծովինարի ծննդյան օրը գեղեցկացնելու եւ զարդարելու համար։ Տորտ, հրաշք, տարբերվող եւ սիրառած ծաղիկներ եւ իհարկե բում բան։ Բումփիկ։ Բեր։ Դե որովհետև մի քիչ էնյան այստեղ եմ, էլի։ Էդ դուք եք սև շորերով։ Չէ։ Հետաքրքիր է։ Փաստորեն աշխարհում էլի մարդիկ կան, որ հեռասով են խոսում բացի մեզանից, հա։ Լետենամ ուր եք, ես ձեզ ֆիքսը։ Ես ես որ մեր մեծ ընկերողների նկարները կա, չէ։ Տեսել եք անպայման։ Ես իրանց կողմից գալիս եմ, սև, սիրուն, սիմպաթիչնի տղա եմ, սև շորերով, էլի, ընեցել եմ սև, բայց շորերս էլ է սև, էդ ես եմ, հեսա, տեսնում եք ինձ, բարեկամներ մենք, հա? Հա, դու ես ընդ աղպեր, 50 ամյակա, դե, վсё, աղպեր, գնում ենք հանդիսավարի անունն ասա մենակ։ Հանդիսավարը Արոն աղպեր։ Արո, Ագնոսներով, դեղին ագնոսներով։ դեղին ակնոսներով Արոն, վсё, մեր Արոնն է երևի, մի քիչ կոլոտ, մազերը հետ, թրաշով։ Չէ, լավ, ուրիշ Արո երենի, լավ, են մեր Արոն է, էդի ձեր Արոնն է, վсё, գնացինք։ Ընկերներ նկատենք, որ Ադանայի բակում ունենք մեր մեծերի նկարները գեղեցիկ հայոց կարասների վրա ֆիքսված։ Առաջին անգամ եմ տեսնում եւ որտեղ որ մեծ գործեր են արվում, ես դա անպայման հաշվի եմ առնում եւ ձեզ հետ կիսվում եմ։ Ռաֆինը, Աթաբեկ Խնկոյանը իհարկե Թաթուլ Կրպեյանը, հերոսներ նույնպես ունենք, Սողոմոն Թերլելյան, հա։ Սողոմոնն է, չէ՞։ Սողոմոն Թերլերյան, չէ՞։ Այո, հա։ Շնորհակալ եմ։ Չգիտեմ ով է։ Ահա։ Դերասան։ Սոս Ջանբեկյան, չէ, լավ։ Ուրեմն, այս մի նկարը փոքր ինչ կլեպվել գնացել է։ Բարև ձեզ։ Դուք եք մասնակիցները, հա, ուր է մեր հանդիսա։ Հոբելարուրա, հոչի տենա ինձ պատահաբար հանկարծ, պահիտակ ժամանակից շուտ ծրագրացից առաջ։ Ուր է մեր հանդիսավարը, նա ուր է։ Օ, բարեկամս, Արո ջան, ես Ստեփանն եմ, շատ հաճելի է քեզ տեսնել։ Հիմա եկել ենք անակնկալ անենք։ Միկրոֆոն կտաս ինձ։ Ես բան անեմ, սենց ուրախությունը տամ, դու էլ ուրախ շարունակես։ Ոնց կարամ չտամ։ Շնորհակալ եմ։ Մարդիկ կան կարում են չտան դրա համար, վախեցել եմ, էլի։ Նման անձնավորություններ կան այս աշխարհում։ Սիրով աղբեր եմ ստեղ։ Հա, բարեկամս, այնքան շնորհակալ կլինեմ։ Հազար բարին, բարեկամ։ Հիմա մեր Արո հանդիսավար Անուշ աղբերը, ով նաև DJ է եւ երաժշտության հովանավոր։ Անցեք ուզում եք, անցեք, մենք կսպասենք։ Նա հիմա, ես քեզ էի գովաբանում։ Բարեկամս, դու միշտ այստեղ ես լինում, թե տարբեր տեղեր։ Հաճախակի լինում եմ։ Հաճախակի։ Դե արի ես մի հատ ցես բան անեմ։ Քո համարն ասա, 0 98 098 30 62 62 59 59 59 մեր Արոյի հեռախոսահամ Արայիկ Հովանեսյան բարեկամը, ես կնշեմ քեզ տեսանյութի վրա, նա զբաղվում է երաժշտության հովանավորությամբ եւ հանդիսավարությամբ։ Այո, Երգիչ նաեւ։ Փախկվել եմ Սյան հետևը եւ միսիոն եմ դարձել լուր։ Չէ, լուր չեմ, բայց սյուն եմ դարձել, որ Հոբելյարը հանկարծ մեր տիկին Ծովինարը չտենա ինձ, բայց Եղբորանը Ովիկ Извините. Չէ, Նեցավդու, հարգելի Ծովինար Մայրիկ ջան, նեցավդու Հոբելյար ջան, տեք խնդրին անգամ մոտենակ կալահրապանակի կենտրոն։ Ես անգարանում եմ Գայան է, Եղբորանն Հովիկ Հալալ աղբերը չի իհարկե, ունեք, կարևորագույն,
Երկար սպասված հատկապես բոլոր հարազատներին և ձեզ համար գեղեցիկ անակունք։ Թիմ ճանաչողները կխնդրեն ուղղակի նայեք ինձանից, այո, աջ կողմ, լավ, այս պահին կխնդրեն չկտրտվեն, ես մոտենում եմ այս պահին, իհարկե երաժշտություն պետք է կարգավորենք։ Եվ իհարկե ծափեր պետք է հնչեն, որովհետև անակնկալ ունենք հեռու տեղերից, դուք արդեն կարող եք նայել ինձ, կամ ես գամ ձեր։ Շնորհավոր ձեզ ծննդյանօրը։ Ինչքան եմ սիրում քեզ, իմ աչքի լույսին կես, իմ հոգու Լավ է տրամադրությունը, դե ծափերն էլ այնպես են անում, որ հանկարծ բաց չլինի տրամադրությունը ձեր։ Հիմա, Վարդան, արի։ Ես վառում եմ ձեր մոմերը երազանքի, բայց ոնց որ, մի րոպե ասեմ։ Նկատում եք մեր հոբելյարը չի մտե այս իրավիճակի մեջ ու այդպես շատ չի ուրախանում ոնց որ մենք ենք ուզում, հա։ Ուրեմն հավեսով ուրախացեք, ուզում եք, որովհետև ձեզ համար լիքը լավ սրտեր են բաբախում, որովհետև նրանք ձեզ շատ են սիրում։ Եվ այստեղ չեն, ես դրա համար եմ գալիս միշտ, երբ որ բացական մարդիկ են լինում։ Ով կլինի։ Լավ, ես ձեզ շատ հարցեր չեմ տա։ Ուղղակի երազանք պահեք ու չեք իմացեք, որ կատարվելու է ու ձեզ շատ սիրում են բոլորը։ ունես իմ թանկը, իմ զույգն ու կյանքը, իմ քույրիկ, քեզ հետ ծնվելը բարձր Որանում բարձր ու գեղեցիկ ծափերը և այս ծափերը գրավականն են այն բանի, որ այսօր լավ ուրախանալու եք։ Ախ ինչքան եմ սիրում քեզ, իմ աչքի լույսին կես, իմ հոգու անբաժան բաժին, քեզ հետ եմ քայլի Ցրեք հարցրությունը եւ ես մի քիչ հուշ եմ, հա, որ մի քիչ դուք իմանաք ում կողմից կներ, մի երկու տարբերակ ասեք ամեն դեպքում, Հայաստանից չի, Ռուսաստանից չի, գնացինք ուր, իհարկե Եվրոպա, ով ունեք Եվրոպայում, որ ձեզ շատ են սիրում։ Մարգարիտան։ Հա? Մարգարիտա։ Չէ, ես Մարգարիտայի կողմից չեմ եկել, ուրիշ։ Դե լավ, ես անհարմար իրավիճակ չստեղծեմ, հիմա ասում եմ, ես անուն եմ ասում, որը ձեզ պետք է շատ բան ասի, Հովիկին տանիքի կողմից։ Մեկ անգամ էլ գարկեմ ամոր, հպարտանամ որ ունեմ Լուսահոգի, Հովիկի և ձեր եղբոր։ Նա հիմա այստեղ է, ձեզ հետ է, մարդու մասին ինչքան հիշես, նա ապրում է և կա։ Այնպես որ սերը թող հարատև լինի, հարգանքը նույնպես։ Հիմա ես մի հարց տամ, ձեր երեխաներից ով կա այստեղ այս պահին, որ կամ տղա, կամ… Աս աղջիկս։ Հարց… Աղջիկը։ Ուր է աղջիկը։ Ուր է նա, նոր նկարում է։ Բա, նկարում ես, հա։ Դե արի մետ մամայի ծաղիկներ տուր, հա։ Սիրուն, կգրկես։ Ես մեր տիկին Ասմիկի կողմից… Ուզում եմ ես առաջվա պես օրոր ասես Բայց ես մի բան նկատեցի, որ գրեկա, ինչի լավ, Գանե ջան, ինչի լավ չգրկեցիր, որ… Թող քեզ ամուր կրկեմ, սիրտը իմ կարոտից փրկեմ Ինձ համար հոսող արցունքներն աչքերից սրբեմ Փաթաթվիր ինձ մամ, քո գրկում ես մանուկ դառնամ Աշխարհի չափ ես քեզ սիրում եմ Ելնեք ջուր տայիր առաջվա պես քո նուր պապով Ինձ մանուկ զգայի սիրեի քեզ խղճի չափով Որ խաղայի Իմացած եղեք, որ բոլորը ձեզ շատ են սիրում, այսօր ձեր օրն է և այս ծափերը, որի ներքո ես կգնամ, նվիրվում են ձեզ, ձեր լավ օրվա համար ու լավ կյանքի համար։ Ես ինչ արի ասել։ Ծափերը խնայեցիր, լավ ծափեր են տալիս, լսի։ Այստեղ մարդիկ մեծ սրտով են հավաքվել, դրա համար ծափերը լավն են։ Շնորհակալ եմ բոլորիցդ, ինչպես նաև քեզանից բարեկամս Արոս։ Ծափարությունները բարձրայի բրավո և ասենք շնորհակալություն։
Շնորհակալություն դերիչ մեծանու հոբելարժան։ Իշ լավ Ադանա էր, որ շատ լավ էր ամեն ինչ, ու ծափերը, մարդիկ եւ տոնական տրամադրությունը։ Ադանայում կարծես ամեն ինչ արել են, որ դու գաս ու ոչ թե ուրախանաս ձևական, այլ սրտանց, որովհետեւ սրա հասնելու ճանապարհին կներեք նստեմ, բայց մի ցույց տու որ նստել եմ, լյանի կայնացեմ։ Մինչ կհասնեք քեֆ անելու տեղը, լիքը մեր հայոց պատմության կարկառուն եւ մեծանուն մարդկանց նկարներ են ձեզ դիմավորում, նրանց նայելով լսվում ես հպարտությամբ ու հասկանում ես քո հայոց գենի արժեքը, գալիս ես ու քեֆ ես անում մարդկային, բարձր ու գեղեցիկ։ Գնացինք Վարդան։